Լուսանկարները թարմ կրակոցների մասին փաստեր են, այս գիշեր են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ բացել Սյունիքի Խոզնավարի ուղղությամբ։ Անզեն աչքով էլ պարզ է, թիրախային են կրակել, բնակելի տան պատուհան է։ Տուժածներ չկան, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն է հաղորդագրություն տարածել։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Բայց ադրբեջանական կողմը կարծես ոչինչ հետաքննել չի պատրաստվում, տեղն ու տեղը հերքել են հայկական կողմի հայտարարությունը եւ դեռ ավելին մեղադրանքներ հնչեցրել, թե հակառակ կողմը նման միտումնավոր ապատեղեկատվություն եւ կեղծ լուրեր տարածելով փորձում է միջազգային հանրության համար աղավաղված կարծիք ձևավորել եւ հող ստեղծել հետագա սադրանքների համար։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ձևակերպել է, որ իրենց ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացել քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Փաշինյանի այս ելույթին զուգահեռ օկուպացված Արցախում առաջին ադրբեջանական հանրապետության հիմնադրման տոնն էր նշում Ալիևը։ Հայաստանի խաղաղության մասին խոսույթին համընթաց Ադրբեջանի նախագահը բաց չի թողել առիթը դարձյալ խոսելու տարածքային պահանջների մասին։ Բռնապետը հայտարարել է, թե արևմտյան Զանգեզուրը անջատվել է Ադրբեջանից եւ միացվել է Հայաստանին։ Դա մեծ անարդարություն է որակել Ալիևը, ու այս ելույթից հետո է հավանաբար ադրբեջանական զինված ուժերի գերագույն գլխավորը հրաման տվել կրակել բնակելի տուն թիրախավորել։ Հետո արդարանալ, իբր քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները չեն թիրախավորել։ Ընդհանուր առմամբ թե սահմանային լարվածությունը, թե դիվանագիտական հռետորաբանությունը ըստ քաղաքագետի մեկ փաստի մասին են վկայում կողմերի քաղաքական նպատակները տարբեր են։ Հայաստանը ուզում է խաղաղության հասնել ինչ-որ առումով նաև երաշխիքների, Ադրբեջանը ձգտում է ամրապնդել ուժեղի դիրքերը ու հասնել բոլոր նպատակներին, այդ թվում Հայաստանի սուվերենության հաշվին։ Ադրբեջանը միշտ ձգտում է, որ ինքը ինչ-որ ձեր ճաշում գործածի։ Խոսքը գնում է թե սահմանադրության մասին, թե ադրբեջանցիների հետ հայտնի վերադառնալու մասին, թե Զանգեզուրի այդ այսպես կոչված Միջանցքի այդ անպայման էքստերիտորիալ կարգավիճակի մասին, որը էլի սուվերենության որոշակի սահմանափակում է ենթադրում։ Խոսքը իհարկե շատ կարևոր գործոն է դեմիլիտարիզացիայի մասին։ Ստացվում է բացառված է, որ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրի այն դեպքում, երբ թե խոսքը, թե գործը սադրանքի ու վտանգի մասին են։ Անգամ եթե չբացառենք, այդ փաստաթուղթը ամուր հիմք ու երաշխիք չի լինի, ասում է քաղաքագետը, հիշեցնում ինչ ռեժիմի հետ գործ ունենք։ Պայմանագիրը տեսականորեն կարա այդ մեխանիզմները անվտանգային մեջը ենթադրի երաշխիքները, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը այսպայն այդ փաստաթղթից աշխատում է հանի այդ ամեն ինչ։ Ցերեկը խոսում է ահաբեկելու լեզվով, գիշերը նշան բռնում հայկական գյուղերի ուղղությամբ, հարց է առաջանում ի վերջո խաղաղություն է լինելու, թե ամեն դեպքում ռազմական գործողություն։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։